Վարդես օրվա լրահոսից կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 15 հուլիսի չորեքշաբթի։ Չիկագոյից մասնավոր կապիտալի ներդրող Կոստանտին Սոկոլովը նշանակվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի TRIP+-ի նախագահ։ Այս մասին հաղորդում է Guardian պարբերական, ընդգծելով նաև, որ Սոկոլովը ծնվել է Ռուսաստանում։ Այս հիմնադրամը կվերահսկի Կենտրոնական Ասիայից Հայաստանով եւ Ադրբեջանով առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան $200 միլիոն, ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների եւ կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները։ Պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։ Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, որոնք ըստ Դոնալդ Թրամփի ավելի քան $350 միլիոն է նվիրաբերել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագծին։ Ըստ պարբերականի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այդ թվում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։ Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանից Եվրամիություն արտահանման շուրջ 80% մաքսատուրքից ազատելու առաջարկին։ Առանց մաքսատուրքերի եւ սահմանափակումների կարելի է արտահանել լոլիկ, խնձոր, վարունգ, խաղող, տանձ, ծիրան, կեռած, դեղց, սալոր եւ ելակ։ Ոչ բոլոր ընկերությունները եւ ապրանքատեսակները, սակայն կարող են օգտվել արտոնությունից միասնական շուկա մուտք գործող հայկական ապրանքները պետք է ունենան սննդի անվտանգության, սանիտարական եւ բուսասանիտարական նորմերին, որակին եւ սպառողների պաշտպանության եվրոպական այն նույն ստանդարտները, որոնք պահանջում են Եվրամիության ներսում վաճառվող ցանկացած այլ արտադրանքի, ասել է եվրոպացի падգամավոր Ստեֆան Մուշոյը։ Նա ընդգծել է, որ Եվրոպան ազատականացնում է շուկայի հասանելիությունը, ոչ թե նվազեցնում ստանդարտները։ Նիստի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Քրաուզան էլ ընդգծել է, որ Հայաստանին աջակցող այս քայլը բացառիկ է, քանի որ նախկինում նման արտոնություններ տրվել են միայն Եվրամիության անդամության թեկնածու երկրներին։ Նկատենք, որ հարցը դեռևս պետք է քննարկվի Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում։ Գյումրիի Ավագանու հետաձգված արտահերթ նիստն այսօր կայացավ առանց քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների։ Հիշեցնենք, հունիսի 25-ին Ավագանու հերթական նիստին ևս չէին ներկայացել, այդ ժամանակ քվորում չէր ապահովել մեկ ձայնի պակասի պատճառով։ Այսօր մյուս 4 խմբակցությունների Ավագանու անդամներով քվորումն ապահովվեց։ Թե ինչու հերթական անգամ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բացակայում էր, պարզաբաններ եւ հայտարարություններ չհնչեցին։ Արտահերթի օրակարգում կար 37 հարց։ Ավագանու նիստերի մեկնարկի ժամը Գյումրիի քաղաքապետարանում սովորաբար չեն փոխում։ Այս անգամ ժամը 12-ի փոխարեն սկսեցին 10 րոպե ուշ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու անդամներին էին սպասում, բայց արտահերթ նշանակված նիստից ևս խմբակցությունը բացակայեց։ Պարզաբանումներ, հայտարարություններ չեն եղել, խնդրին չանդրադարձան նաև նիստի սկզբում։ Քվորում կար, ավագանու 18 անդամ ներկա էր, ինչը բավարար էր օրակարգին անցնելու համար։ 8 հարց միայն ֆինանսատնտեսականին էր առնչվում։ Գյումրիի 2027-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին ավագանու 4 խմբակցություններով հաստատեցին։ Ներկայացվեց նաև քաղաքային բյուջեի եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները։ 50 միլիոնով անշարժ գույքն է պակասել, ինչպես նաև 27 միլիոնով ավտոմեքենայի գույքահարկը հիմքերը ներկայացվել են։ Այդ առումով ուրեմն բյուջեն պակասել է եկամուտները 78 միլիոն 260 հազարով, իսկ ավելացել է սուբվենցիոն ծրագրի հիման վրա բնապահպանական ծրագրով նախատեսված հաստատված միջոցառումների կարգով 8 միլիոն 792 հազար դրամ։ Ամենաքննարկվող հարցերը նիստում նորից սուբվենցիոն ծրագրերն էին եւ քաղաքի փողոցաշինության դանդաղ տեմպերը։ Նախորդ տարիներից մնացած շատ փողոցներում աշխատանքներ կան անավարտ, բայց նիստում ներկայացվեց ու միաձայն ընդունեցին հաջորդ տարվա 2027-ի համար նախատեսվող սուբվենցիոն փաթեթները։ 48 փողոցի եւ 1 հրապարակի շինարարություն է նախագծում։ 2026 թվականին այս տարի սուբվենցիոն ծրագրերով, տարբեր ծրագրերով հենց այս տարի պետք է նորոգվեն 46 երկրորդային կամ առաջնային ճանապարհներ, 46 շուրջ 15 կամ 16 կիլոմետր։ 18 շինարարությունը ընթացքի մեջ է, 7 փողոցներ արդեն փորձում են ավարտական փուլին հասցնել, իսկ 21 փողոցներից առաջի լոտը
21-ից 4-ն էլ է եղել, չէ՞, մնացել։ Այո, մրցույթները հայտարարված են, այս ամսու 31-ին բացումը կլինի։ Բազմիցս շարժվում է, որ 86 ծրագրերից Գյումրու քաղաքապետարանը չի օգտվել, բայց 25 թվականից սկսած ակտիվ Գյումրու քաղաքապետարանը օգտվում է 86 ծրագրերից, մասնակցում է, ձեզ ասեմ, որ փողոցաշինության մեջ 60-40 հարաբերություն է, ճիշտ է պարոն։ Այո, ներկայումս դա քաղաքային բյուջեից է, այսինքն ամբողջ մեր ազգաբնակչության հավաքագրած գումարներից է եւ չլինի այնպես տպավորություն, որ ներկայացնում են, որ այ կապիտալ փողոցաշինություն է գնում սուբվենցիա ծրագրով, դա ինչպես կառավարությանն է, այնպես էլ քաղաքինն է եւ մեծ մասնաբաժինը պատկանում է քաղաքին։ Մեր քաղաքախմբակցությունը հետաքրքրվեց ՎԶԲ-ի վարկային ծրագրով Անին թաղամասի փողոցների հիմնանորոգման շարունակվող հետաձգումներով։ Այնինչ մի քանի անգամ ասվել է, նորից թարմացվեց։ Ծրագիրը նախագծման փուլում է, ավարտել, ասել են կհասցնեն առաջիկա 1 ամսվա ընթացքում, իսկ շինարարությունը հավանաբար կսկսեն հաջորդ տարի։ Մի տեսակ հակառակ կողմը շատ ավելի լավ է ներկայացնում այդ ամեն ինչը եւ ներկայացում է, որ Գյումրու համայնքապետարանը հապաղում է եւ դեռ շարունակում է թրեն գնալ Անի թաղամասի փողոցաշինության այս խայտարակ իրականությունը։ Շնորհակալ եմ։ Այսօր փառք Աստծո, մենք հասել ենք այն մագարտակին, որ արդեն գնում է նախագծման աշխատանքները։ Եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջ պետք է վերջնական նախագիծը տրվի, որ մենք էլ հայտարարենք շինարարի մրցույթ։ Շինարարի մրցույթը մեր նախաձեռնությամբ ասել ենք, որ քանի որ ծավալները մեծ է, լոտային դրեք, 3 լոտի, որ մասնակցություն շատ ունենան եւ տարբեր շինարարներ շահեն։ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող կամ մրջիտակ ամիսներ շարունակվող շինարարության ժամկետներ կան արդյոք։ Ոչ միայն վարորդներն են դժգոհում դանդաղ աշխատանքից, օրվա բոլոր ժամերի խցանումներից, որոնք խանգարում են երթևեկությանը, իսկ բարեկային ծառայության հսկողությունը արդյունավետ չէ։ Բավականին դանդաղ են, շատ վատ են աշխատում, անգամ զվարճալի տեսանյութեր են արդեն հրապարակում համացանցում եւ արտարացի է։ Ուղղակի շատ դանդաղ, շատ այսպես տեմպերով գործ են անում, խանգարում է երթևեկությանը։ Երբ ասում ես 2 կամ 3 հոգի մարդ է առավելագույնը, ու բոլորս YouTube-ից օգտվում ենք, եթե YouTube-ը 2 արագություն ունի, որ 2 արագությունով անում, իրանք -2 արագությամբ են մի թաղը վերցնում, մյուսի վրա դնում են։ Մենք հեղեղներ էր ու հեղեղներից հետո այդտեղ ջրային կուտակում էր։ Բետոնյա պետք է ծածկ անեինք այդտեղ։ Սպասում ենք, որ ամբողջը չորանար։ Այդ է խնդիրը, որ այսպես ցկցվել։ Մի հատվածը արել ենք, այն մյուս հատվածը, եթե չեմ սխալվում, այսօր կվերջացնենք։ Կեսից ավելին արի, 70%-ը կատարված է։ Մնացել է մի 30%։ Քաղաքի տարբեր հատվածներից անհետանում են դիտահորերի կափարիչները, գողանում են, թե գործանելուց հետո մոռանում տեղը դնել։ Քաղաքապետի տեղակալը հայտարարեց, որ կանխամտածված կողությունների հետ գործ ունեն։ Ուղղել են գրություններ համապատասխան իրավապահ մարմիններին, որ զբաղվել են հարցով եւ ասել են, որ աջալուր լինեն, որովհետեւ սա ավելի շատ նպատակաուղղված գործողություններ է, ոչ թե ինչ-որ պատահարներ։ Օրակարգի մյուս նախագծերը վերաբերում էին համայնքային հողերի եւ գույքի կառավարմանը, հողամասերի օտարում, ինքնակամ շինությունների կարգավորում, հողերի սեփականության ճանաչում, կառուցապատման իրավունքով տրամադրում, նշանակության փոփոխություն եւ Գյումրիի բժշկական քոլեջի հիմնանորոգման ծրագրին համաձայնություն տալու։ Բոլորն առանց զեկուցելու եւ քննարկման միաձայն հաստատվեցին, բայց լարված մթնոլորտ ստեղծվեց նիստի ավարտին։ Դահլիճում գտնվող քաղաքացին հարևանական վեճի թեման առաջ բերեց։ Խնդիրը գրավոր ներկայացնելու առաջարկը քաղաքացու սրտով չեղավ եւ վիճաբանություն սկսվեց։ Պրովոկացիա այս անում։ Ուրեմն սուտ եք խոսում դու։ Բակ եք նորակարգը շնորհակալություն։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Նիստին քաղաքական հայտարարություններ չհնչեցին, բայց դրանից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Գյումրիի քաղաքապետի տեղակալ քաղաքապետին փոխարինող Ավետիս Սարաքելյան անդրադարձավ այն հարցերին, որոնց շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Հարցերը վերաբերում են ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի մանդատը վերցնել, չվերցնելուն, Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններին։ Մեր ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները, իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև
հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը այդտեղից եւ անպայման կիմանանք մեխանիզմները մինչև հիմա մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող են 30,000 եւ ավելի քվե ստացած քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քվեները հաշվի չառնեն եւ ինչ որ փոփոխություններ կատարեն Գյումրու քաղաքում, որոշակի ինչ որ տեղեկություններով այդ հայտարարեցի ավական նիստին էլ, որ ուզում են ինչ որ վարչական համայնք միացնեն եւ այլն եւ հայտարարել են, որ դա անընդունելի կլինի քաղաքի համար, հետո էլ այսպես ասեմ, եթե ավելի խորը գնան ընտրությունների տանեն, կարծում եմ, որ համապետական եւ քաղաքային ընտրությունները երբեք ու երբեք չպետք է շփոթել իրար հետ, որովհետեւ միշտ էլ քաղաքի ընտրությունները ավելի ուրիշ արդյունքներ ցույց տալիս, քան համապետական ընտրությունները։ Գիշերը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխհարաձգությունը շարունակվել է։ Ռազմական գործողությունների ֆոնին կողմերը պահպանում են նաեւ կոշտ ռետորաբանությունը։ Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե սեղանի շուրջ չնստեն եւ չբանակցեն։ Իսկ Իրանի թիրախում կրկին Միացյալ Նահանգների տարածաշրջանի դաշնակիցներն են եղել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտարարել են, որ Քուվեյթի Մինա Աբդալլա շրջանում ԱՄՆ զինված ուժերի թիկունքային ապահովման եւ աջակցության կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարվածի եւ ոչնչացվել է։ Համաձայն հայտարարության Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի դեմ թշնամական գործողությունները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև պնդում է, որ Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ նավատորմի բազայի վառելիքի պահեստները նույնպես ոչնչացված են։ Ըստ տեղեկատվության Իրանը հարվածներ է հասցրել կառավարման եւ հրամանատարական կենտրոնին, պահեստամասերի եւ ռազմական տեխնիկայի խոշոր պահեստներին, նաև բազայի վառելիքի պահեստներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը։ Հարձակման ընթացքում խոցվել են տասնյակ թիրախներ։ Նշվում է, որ հարձակումը տևել է 7 ժամ։ Ամերիկացի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին առաջիկա օրերին եւ հաջորդ շաբաթ, եթե Իրանի ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ Մենք հարվածելու ենք նրանց այսօր, վաղը, մյուս օրը եւ հաջորդ շաբաթ։ Հաջորդ շաբաթը շատ վատը կլինի նրանց համար, որովհետեւ հաջորդ շաբաթ հերթը կհասնի էլեկտրակայաններին կամ ուժներին։ Մենք շարքից կհանենք նրանց բոլոր էլեկտրակայանները, մենք շարքից կհանենք նրանց բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք շատ ուժեղ թուլացած են, բայց նրանց մոտ մնում է դիմադրելու կամքը։ Դա մեծ բռնցքամարտիկի պես է։ Քեզ թվում է, որ հաղթել ես նրան, բայց հանկարծ նա վերադառնում է եւ հարված հասցնում քեզ։ Ուկրաինայի զինուժը ԱԹՍ-ներով եւ այլ զինատեսակներով շարունակում է գնդակոծել Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում վնասազերծել են ավելի քան 90 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։ Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են զինված ուժերի համար, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի ռազմածովային միջուկային ուժերը բերված են լիարժեք մարտական պատրաստության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ Ամերիկացի սենատորները երեկ ներկայացրել են Ռուսաստանի դեմ դժոխային բնութագրված պատժամիջոցների օրինագծի թարմացված տարբերակը։ Որոշ դրույթներ մեղմացվել են եւ մի շարք բացառություններ են պարունակում, հայտնում է Reuters-ը։ Նոր տարբերակն ունի 26 համահեղինակ երկու կուսակցություններից։ Շուտով նրանց կարող են միանալ եւս մի քանի օրենսդիրներ։ Սկզբնական տարբերակում նախատեսված էր, որ եթե այդ երկրները շարունակեն գնել ռուսական վառելիք, Ամերիկայի Միացյալ Նահանգները կսահմանի 500% ներմուծման սակագին նրանց ապրանքների համար։ Նոր տարբերակում առավելագույն սակագինը 100% է։ Պատժամիջոցները վերաբերում են Չինաստանին, Հնդկաստանին ու ռուսական էներգիայի եւս 5 խոշորագույն ներմուծողներին։ Բնական գազի համար դրանք են Չինաստան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հունգարիան եւ Բելգիան, իսկ հում նավթի համար
Չինաստանը, Հնդկաստանը, Սլովակիան, Հունգարիան եւ Ադրբեջանը։ Սկզբնական օրինագիծը ներկայացվել էր 2025 թվականի ապրիլին Հարավային Կարոլինայի հանրապետական սենատորներ Լինսի Գրեհեմի եւ դեմոկրատ Ռիչարդ Բլումենտալի կողմից։ Հիշեցնենք, Գրեհեմը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ին։ Նրա լիազորությունները ստանձնել է քույրը Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխվող նավ է անօդաչու թռչող սարքի հարձակմանը ենթարկվել։ Նշվում է, որ թուրքական ընկերությանը պատկանող առևտրային նավը հուլիսի 14-ին է հարձակման ենթարկվել տեղական ժամանակով 15:15-ի սահմաններում։ Նավում եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի, ըստ տեղեկությունների նավապետից բացի, որ ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մյուս անդամները տարվել են Օդեսայի ափ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայում աշխատանքներ են տարվում նավապետին գտնելու ուղղությամբ, ասված է հայտարարությունում։ Փարիզում գիշերը բավականին լարված է անցել, ֆուտբոլային երկրպագուներ ավտոմեքենաներ են այրել աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի կրած պարտությունից հետո։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև անգամ բախումներ են սկսվել։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2 անպատասխան գոլ է ընդունել իսպանացիներից։ Պարտությունից հետո հայտնի դարձավ նաև, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հեռանում է պաշտոնից։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ազգային հավաքականին, հայտարարել է, որ պարտությունը ծանր է, բայց թիմը երիտասարդ է եւ լի ներուժով։ Բարձր ջերմաստիճանի եւ շոկերը կարող են դառնալ առողջական խնդիրների պատճառ, հատկապես երեխաների, տարեցների քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար, որ հիվանդություններ են ակտիվանում բարձր ջերմաստիճանի պայմաններով, ինչպիսի ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Օգնություն, բարև ձեզ։ Երևանից եք զանգահարում, հասցենք ասեք։ Այս սենյակում այսպիսի զանգեր մի վայրկյանում, հատկապես այս օրերին մի քանի տասնյակ են լինում։ Շոկ օրերին շտապօգնության կանչերի բնույթը փոխվում է, առավել հաճախ արձանագրվում են արևահարության, աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սրտանոթային խնդիրների դեպքեր։ Բժիշկ համաճարակաբան Ներսես Գրիգորյանի խոսքով աղիքային վարակիչ հիվանդությունները մի շարք մանրէներով պայմանավորված հիվանդություններ են, որոնք ախտահարում են մարդու օրգանիզմի աղեստամոքսային համակարգը։ Զրուցակցից գնահատում հիվանդության պատճառներն են բակտերիաները, վիրուսները, միաբջիջ նախակենդանիները, որոնք կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ սննդամթերքի եւ ջրի միջոցով։ Դրանք ունեն որոշակի սեզոնայնություն եւ տարվա տաք շրջանում հատկապես նմանատիպ հիվանդությունների թիվը աճում է։ Տարվա տաք շրջանում որպես կանոն ձմռվա համեմատ կարելի ասել մոտ 3 անգամ ավելի շատ դեպքեր են արձանագրվում։ Պատճառը այն է, որ մանրէները, որոնք շրջակա միջավայրում մշտապես առկա են, պահպանվում են, դրանցից որոշ տեսակներ բավականին կայուն են շրջակա միջավայրում։ Տաք ջերմաստիճանը նպաստում է այդ մանրէների աճմանը եւ բազմացմանը։ Իսկ որոնք են այն ախտանշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Մասնագետն առանձնացնում է դրանցից մի քանիսը։ Հիվանդությունը սկսվում է որպես կանոն թույլությամբ, ջերմության բարձրացումով, լուծով, կարող է արտահայտվել նաեւ փսխումով, սրտխառնոցով, կախված հարուցիչից լինում են նաեւ ուրիշ ախտանշաններ, ասենք օրինակի համար որովայնի ցավ, գլխացավեր, մկանացավեր։ Աղիքային հիվանդությունների ռիսկային խմբում են երեխաները, տարեցներն ու թույլ իմունային համակարգ ունեցող անձինք։ Բժիշկը խորհուրդ է տալիս նմանատիպ հիվանդություններից խուսափելու համար պահպանել անձնական հիգիենան, ուշադրություն դարձնել սննդի պատրաստման, պահպանման եւ եփման կանոններին, ինչպես նաեւ օգտագործել խմելու մաքուր ջուր։ Հաճախ մեր բնակիչները, օրինակ, այս սեզոնին ձմերուկ սեղ գնելուց կարող է պահանջեն վաճառողներից, որ կտրեն, որպեսզի տեսնեն ձմերուկը հասած թե չէ։ Դա շատ վտանգավոր է հաշվի առնելով, որ ձմերուկը ինքը հատկապես փողոցներում վաճառվող ձմերուկը ինքը մաքուր չի եւ կտրելու ընթացքում ձմերուկի ներսում արդեն միկրոբները, հարուցիչները կարող են բազմանալ եւ առաջացնել հիվանդություն։ Շոկ եղանակը լուրջ փորձություն է նաեւ սրտանոթային համակարգի համար։ Զրուցում ենք նաեւ սրտաբան Տիգրան Աստվածատրյանի հետ։ Բժշկի խոսքով բարձր ջերմաստիճանը կարող է խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ, ուստի կարևոր է հետևել այս քայլերին։ Լիտր ու կեսից մինչև 2 լիտր մոտավորապես պետք է հեղուկ օգտագործել, ապահովելով այն հեղուկի քանակը, որը որ մեր օրգանիզմը կորցնում է, որտեղ մեր ամենամեծ օրգանը
համարվում է մեր մաշկը, որից որ, չէ, մենք կորցնում ենք մեծ քանակությամբ հեղուկ, եւ այդ հեղուկը պետք է վերականգնել, ինչու, որովհետեւ դրա հիման անոթային, սիրտանոթային համակարգը աշխատում, պետք է խուսափել աղից, ծանրամարս բոլոր յուղոտ եւ կծու շատ թթու ուտեստներից եւ փորձել ավելի թեթև սնվել։ Բժիշկն ընդգծում է, խոցելի են համարվում այն մարդիկ, որոնց մկանային համակարգը ավելի փոքր է։ Խոսքը երեխաների, տարեցների, ինչպես նաև սրտային եւ քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն ունեցողների մասին է։ Ի տարբերություն շատ եվրոպական քաղաքների ավելի հեշտ ենք տանում, հաշվի առնելով եւ ջրի այսպես, ջրամատակարարման ավելի հասանելի լինելը եւ ով տեղերի քանակով ավելի շատ լինել։ Երբեմն շոկի հետևանքով առաջացած խնդիրները մարդիկ փորձում են հաղթահարել ինքնուրույն, սպասելով, որ ինքնազգացողությունը կբարելավվի, սակայն բժիշկները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ առանց բժշկի նշանակման ընդունված դեղամիջոցները կարող են վնասել առողջությունը։ Թեև շոկ եղանակին շտապօգնության կանչերի ընդհանուր թիվը չի ավելացել, բայց փոխվել է դրանց բնույթը։ Շանթ Նյուզի հետ զրույցում շտապօգնության տնօրենի պաշտոնակատարը հայտնում է, որ ձմռան ամիսներին կանչերի քանակը հիմնականում պայմանավորված է լինում սուր շնչառական վարակներով, իսկ ամռանը սրտանոթային քրոնիկ հիվանդությունների սրացման, բարևահարությամբ, ինչպես նաև աղիքային վարակիչ հիվանդություններով։ Արևահարության դեպքեր նախորդ տարիների համեմատ այս տարի նույնպես ունեցել ենք նույն քանակով, հունիս ամսվա եւ հուլիս ամսվա մինչ այս ժամանակահատվածը 31 դեպք 2025 թվականին, նույնը 2026 թվականի կտրվածքով 29 դեպք։ Աղիքային ինֆեկցիաների հետ կապված առաջի եռամսյակին ունեցել ենք ավելի մեծ քանակությամբ աղիքային ինֆեկցիաներ, մոտ 470 դեպք, քան երկրորդ եռամսյակում 308 դեպք։ Հարություն Հարությունյանը կարևորում է մինչ շտապօգնության ժամանումը հնարավորության դեպքում տուժածին առաջին օգնություն ցուցաբերելը, իսկ ինչ քայլեր են իրականացնում բուժաշխատողները դեպքի վայր հասնելուն պես։ Նախ ստուգումը կենսական կարևոր ցուցանիշները, արյան ճնշման ցուցանիշը, թթվասնի քանակը արյան մեջ, մարմնի ջերմաստիճանը, սրտի զարկերի հաճախությունը, կատարում է էլեկտրասրտագրություն հերքելու համար կամ հաստատելու արդյոք առկա սուր սրտային պաթոլոգիա թե ոչ կամ սրտամկանի սուր վնասում թե ոչ եւ հետեւաբար ցուցաբերում է սիմպտոմատիկ բուժօգնություն, նաեւ ջրազրկման դեպքում շտապ բուժօգնությունը հագեցած անհրաժեշտ ինֆուզիոն հավաքածուով կատարում է ինֆուզիոն թերապիա։ Մասնագետները հիշեցնում են շոկ օրերին անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել առավոտյան 11-ից մինչև երեկոյան 17-ը խուսափել արևի ուղիղ ճակատներից, չօգտագործել ալկոհոլային խմիչքներ եւ ինքնազգացողության վատացման դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Էլեն Խոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Հաջողություն այսքանը, թարմացված նորություններից ծանոթացեք մեր հաջորդ թողարկմանը։